Մեգի, դուք իմանաս էլի ես տան դեմբելներից ես։ Ինչ անում տիկին Սվետան։ Նախաճաշա պատրաստում գոր։ Իսկ կարող ուզում եմ ես թունավորի, ես տենց բան իրանից ավելի շատ եմ սպասում։ Դժվար Դավիթ ջան, եթե Աբուլիկը մեր հետ պիտի նախաճաշի, հաստատ չի թունավորի հանգիստ տեղի։ Սենց որ մնա, շատ լավ է։ Ժողովուրդ, եթե սա դնենք պատմական զուգահեռների մեջ, ապա շատ նման է Նապոլեոնի եւ Ալեքսանդր առաջինի Տիլզիտի հաշտությանը։ Տիկին Սվետան մեզ հետ դաշինք հակնքում եւ նա պատրաստվում է մեծ բանակով հարձակվի մեր սենյակների վրա եւ վարձը բարձրացնի։ Այնպես որ սա սովորական նախաճաշ չէ, սա դիվանագիտական թակարդ է։ Իսկ կարակ Աննայի պատմական զուգահեռին զուգահեռ մարդկային լեզվով բացատրեք ինչ էր ասում։ Մամայի բալարակացու նախաճաշը համարյա պատրաստ է։ Մամլավենից ներս էլի մղվայի բանամա։ Յախ կաբո, չէիր կարողանում մի քիչ փչեիր։ Ինչի դուրը չի գալի օվկիանոսի հոտը։ Իսկ ինչի չէիք ասում, որ այս տանը քիմիական հարձակում ա լինում։ Հակագազ բերեի հետս։ Պատրաստ է։ Ձեզ համար բարձրակարգ նախաճաշ եմ պատրաստել։ Իսկ ինչի է բարձրակարգ տիկին Սվետա, որ դուք եք պատրաստել դրանից, հա։ Հա, Դավիթ։ Բարձրակարգա, որովհետև այս նրբերշիկները պատրաստված են բարձրակարգ մսից։ Բացի հետ էլ մեջը բարձրակարգ գաուդա պանիր կա։ Դե երեխեք ջան, հավասար կիսել եմ։ Էս ձեզ։ Էս էլ քեզ Աբուլիկ ջան։ Շատ շնորհակալ ենք տիկին Սվետա, որ հավասար կիսել եք։ Մամասը տենց հա, շատ արդար կին է, շատ։ Անուշ արեք։ Ինչ անեմ։ Անուշ անելը դա փոխաբերական իմաստով նշանակում է վայելեք։ Հասկացա։ Դե մեգի արեք։ Աստորեն չհասկացան։ Տավա, մի հատ բիբաղը դու։ Բիբաղը ո՞րն է։ Բիբարն ու աղը էլի, կարճ եմ ասում, բիբաղ։ Հա։ Յա, Ժորիկ, ինչ ա պատահել, կարող է տանս բանա փչացել, ես տեղյակ չեմ։ Չէ, կարևոր հայտարարություն ունեմ։ Համալսարանի մոտակայքում հանցակ գործ է հայտնվել։ Հարձակվում են երիտասարդ աղջիկները ու թալանում։ Եկել եմ ասեմ, որ զգույշ լինեք, հատկապես դու, Սվետս։ Ապրես Ժորիկ ջան, արի նախաճաշենք։ Մեծ հաճույքով, բայց շատ եմ շտապում։ Պիտի գնամ բոլորին ասեմ, որ զգույշ լինեն։ Օ, շատ դաժան հանցագործ է, շատ։ Դունուր բանակվում են խառը մի քանի հոգով Շատ արբեն են չի ոսում ջները նույն արվով Կյանքը քնություն է թե հանցնես կես սալալա Չմնաս ես տանը լիքվիտ մամայի բալա Դրսում թե տանը մամայի բալա Դատար գրպանը մամայի բալան Սիրը հարվում է մամայի համար Ամուսնանում է մամանա էստան Լիազոր թես պանը մամայի բալա Եկ մեկ բոլորս էստանը մամայի բալա Հիմա հասկացաք ոնց պետք է պաշտպանվեք։ Ձեր վախեցած դեմքերից չի ասի, որ հասկացել եք։ Լավ, անցնում ենք թեորիայի։ Հիշեք, տղամարդը ունի 3 թույլ կետ։ Աչքեր, կոկորդ, գոտկատեղից ներքև։ Տղամարդը մի հատ էլ թույլ տեղ ունի։ Դատարկ դրամապանակ։ Թողնել խոսակցությունները։ Մի հատ էլ եմ կրկնում։ Աչքեր, կոկորդ, գոտկատեղից ներքև։ Աչքեր, կոկորդ, գոտկատեղից ներքև։
Վերջ, ավարտվեց թեորիան, անցնում ենք պրակտիկայի։ Վայ, ո՞նց ավարտվեց, Անուշ, ես նոթատետրեր եմ վերցրել, որպեսզի գրառումներ անեմ։ Որ հանցագործը հարձակվի, չես հասցնի գրառումներ անել։ Պատկերացրեք, ես հանցագործ եմ ու հարձակվում եմ ձեր վրա։ Պաշտպանվեք։ Ախ, ձերքս թող մատերս չարդեցիր, Անուշ։ Ես ես մատերի վրա դեռ պետք է ադամանդի քարերով մատանի դնեմ։ Անուշ, թող ձերքս։ Ես ձերքում դեռ իմ կոսպեկտներն անեմ։ Այդ նրանից է, որ ուշադիր չեք լսում։ Հիշեք, աչքեր, կոկորտ, գոտկատեղից ներքև։ Կրկնում եմ, աչքեր, կոկորտ, գոտկատեղից ներքև։ Հիմա նորից եմ հարձակվում, պաշտպանվեք։ Անուշ, վայ ձերքս։ Անուշ, հիմա ամեն ինչ քո սրտով էին կարելի չեղավ, ինչի չստացվեց։ Այդ նրանից է, որ արագ չեք անում։ Հիշեք, պետք է արագ, աչքեր, կոկորտ, գոտկատեղից ներքև։ Աչքեր, կոկորտ, գոտկատեղից ներքև։ Կրկնեք։ Գոտկատեղից։ Հիմա դու։ Մերսի։ Լավ չի, հեչ լավ չի։ Խորես ինչ սիրուն այս եղնիկը, ոնց որ մեկիս լինի։ Մեկ զգուշ հեսա գեպարդը հարցակվելու ավր էտ զգուշ եղի։ Որ ես գեպարդն էլ ոնց որ ես լինեմ, ոնց է սիր արված աշկերով նայում մեկին, ոյ։ Ոյ քվարա, հարցակվեց գեպարդը, դավայ աբո, բրնի մեկին, դավայ աբո բրնի մեկին, պու, դաժը ստեղ չեմ կարում հասնեմ մեկին։ Դավաս, որ խնդրեմ սառնանից ինձ զուեգի հյութ կբերես։ Լավ, շատ բարի։ Քանի հատ։ Դե իշքամ ինձ սիրում ես ու հարգում ես այդքամ։ Չբերեմ։ Լավ բոցեր։ Ես նկատակ չէր։ Մերսի, դավաս ուր ես գնում։ Նայ ես աբոն ոնց է մեկին բրնում, արի իրար հետ նայենք։ Չէ, տրամադրություն չունեմ, ուզում եմ գնամ սենյակ։ Դավաս ինչ ա եղել, արի նստի խոսանք։ Դավաս ինչ ա եղել, ընկերս, ով է մատով կպել կոմպիտ էկրանին։ Կրթաթոշակս նախագահական 10,000 դրամով բարձրացրել են։ Բա ինչ ես տախուր։ Հա, երևի 10,000-ը տենց հարուստների համար վիրավորական է, հա։ Չէ, աբո։ Ուղղակի պրոռեկտորը այդ առիթով միջոցառում է կազմակերպել։ Ու այդ միջոցառման ժամանակ պետքա պատվոգիր հանձներ։ Ու ասել են, որ պարտադիր ներկայանամ ծնողիս հետ։ Ես զանգեցի պապային, զանգ գնաց, վերցրեց, ասեց, ես չեմ կարող գամ, որովհետև այսօր շատ կարևոր հանդիպում ունեմ ներդրողների հետ։ Մարդ քո դարդերից ունենար էլի։ Մեկ էլ քո պապայից։ Պաստորեն հարուստներն էլ են էլի լացում։ Չէ, աբո, չեմ լացում։ Ուղղակի ես շատ կուզեի, որ իմ կյանքի այս կարևոր պահին պապաս կողքես լիներ ու հպարտանար ինձնով։ Տենում ես դավս, այս առումով էլ ենք իրար նման։ Իմ պապան էլ ինձանով երբեք չի հպարտացել։ Հա, բայց որ պապատ ներկա լիներ, մեկը հպարտանալու ոչ մի առիթ չէր ունենա, աբո։ Ես ինչ ձև ես խոսում հորս մասին։ Դու գիտես իմ հերով է։ Չէ։ Ես էլ չգիտեմ, ասի կարող է դու իմանաս։ Դավս քեզ լավ բան առաջարկեմ։ Ուզում ես ես կամ պապայի փոխարեն ներկայանամ որպես պապա։ Բայց պիտի թոշակը 10 ինձ էլի։ Դու։ Բայց դու ինչ հայր։ Դու ընտանիքի հայր ես, թե չէ։ Ոնց թե դավս ես իսկական պապա եմ ընկեր։ Ստեղ սաղորը դիվանին նստած կենթաների մասին հաղորդում եմ նայում, հերոստացույցի հետ խոսում եմ։ Իսկական պապայություն է։ Լավ։ Ոնց հասկացա, ուրիշ տարբերակ չունեմ։ Բայց աբո,
Կարող է գնաս մի քիչ լողանաս, մի քիչ շորերդ փոխես, մի քիչ էլ օծանելիք ցանես։ Չնայած չէ, դու քոնը մի ցանի, ես իմը կտամ կցանես, հա։ Չհասկացա, ես ձևս խոսում հորդ հետ այ լակոտ։ Ախի, ինչ ես խփում։ Դերս եմ փորձում, լավ էր։ Եմ վիդեոից եմ տեսել ռուսաստան։ Հա, աբո, մեկ էլ մի բան էլ։ Քեզ ինչ որ ասեն, դու ոչ մի բան չասես։ Ուղղակի կհամաձայնվես, գլխով կանես։ Ինչ որ քեզ կասի պրոռեկտորը գլխով կանես։ Գոր, որ խնդրեմ պաղպաղակս կբացես, ես ուղղակի չեմ կարողանում։ Ող, ինչ ուժեղ ձեռքեր ունես։ Գոր, որ խնդրեմ պաղպաղակս կբացես, ես ուղղակի չեմ կարողանում։ Ող, ինչ ուժեղ ձեռքեր ունես։ Չեմ հասկանում, դուք իրարից անկախ եք նույն բանը մտածում, թե միասին։ Ես մենակ եմ մտածել։ Հա, ճիշտ է ասում։ Մենք մենակ ենք մտածել։ Գոր, իսկ նկատել ես, որ ես Pinkberry Ruby պաղպաղակի վրայի կապույտ մոնստրիկը ոնց որ դու լինես, իսկ վարդագույնը ես։ Չէ, չեմ նմանացրել։ Ճիշտ ես արել, որովհետև Էլիզային նման չի։ Լրիվ եսը դու ենք։ Աղջիկներ, մի բան հարցնեմ, էլի։ Սենց որ նայում եք, շատ եմ տումբշկի նման։ Սենց որ նայում ենք, չէ։ Ինչի համար ես հարցնում։ Բա որ նման չեմ տումբշկի։ Ինչ եք իմ մոտ սաղորը դնևարնի կանգնում։ Տեսա՞ր ոնց ինձ կոմպլիմենտ արեց։ Ինչ ասաց։ Ասեց դնևալնի։ Անուշ, ինչ ես անում։ Ես անուշ չեմ։ Ես հանցագործ եմ, ով անսպասելի հարձակվել է ձեր վրա։ Անուշ ջան, կարաս շատ անսպասելի մեծ հանգիստ թողնես։ Այդ նրանից է, որ դուք մոռացել եք աչք, կոկորդ, գոտկատեղից ներքևը։ Անուշ, հիշում ենք, ուղղակի դու շատ անսպասելի հարձակվեցիր։ Դե հիմա սպասելի եմ հարձակվում։ Պաշտպանվեք։ Այս ինչ աղմուկ է։ Մոռացել եք, որ ասել եմ իմ տանը օթորակիչից բարձր ձայն պետքա չլսվի։ Բայց տիկին Սվետա, ձեր տանոթորակիչ հանձայն է։ Բա հենց այդ եմ ասում էլի։ Օրինակ վերցրեք ու սսկվեք։ Տիկին Սվետա, ուղղակի Անուշ այնքան անսպասելի հարձակվեց մեր վրա, չկարողացանք պաշտպանվել ու հանկարծակի եկանք գոռացինք։ Անուշ, այդ ինչ ես հարձակվել Աննայի վրա։ Յա, այդ ես էլ նենց հեչ, հա։ Տիկին Սվետա, պարոն Ժորիկը, որ այսօր ասեց համալսարանում հանցագործը հայտնվել, որ հարձակվում է աղջիկների վրա, հիշում եք, չէ՞։ Ես էլ եմ հիշում։ Դրա համար սովորեցնում եմ պաշտպանվել, որ հակահարված տան։ Այդ ոնց ես սովորացնում։ Շատ հեշտ է, կուզեք ձեզ էլ սովորացնեմ։ Պատկերացրեք, ես հանցագործ եմ եւ հարձակվում եմ ձեր վրա, պաշտպանվեք։ Մի րոպե։ Անուշ։ Հարձակ Անուշ։ Դե դուք ուժեղ եք պաշտպանվում։ Մեգի, Աննա, ծաղկամանն էլ ավելացրեք։ Հիշեք, աչք, կոկորդ, գոտկատեղից ներքև, ծաղկաման։ Հիշեցինք, Անուշ։ Իսկ հիմա հիշեք իմ 3 կանոնները։ Լուր, աչքիցս, չքվեք։ Հասկացաք։ Ես հասկացա։ Լուր, աչքիցս չքվեք։ Լուր, աչքիցս չքվեք։ Դուք էլ կրկնեք։ Ոյ Անուշ, ընկի առաջ։ Արգելի ծնողներ, սիրելի ուսանողներ, այսօր մենք տոնում ենք գիտության հաղթանակը։ Մեր համալսարանը շատ հպարտ է իր գերազանցիկ ուսանողներով՝ Դավիթը, Հակոբը, Պետրոսը, Գայանեն, Միլենան եւ բոլոր մնացած գերազանց սովորողները։ Բայց մենք նաեւ շատ լավ գիտակցում ենք, որ յուրաքանչյուր գերազանցիկ ուսանողի հետևում կանգնած է ծնողը։ Ճիշտ է, այս խոսքերը ճիշտ կներ, որ ասեր մեր ռեկտորը, բայց այս պահին նա գտնվում է
Սեշելյան կղզիներում Սեշելյան պետական համալսարանի հետ հուշագիր է ստորագրում։ Ես կուզենայի խոսքը փոխանցել ծնողներից մեկին։ Այ օրինակ դուք, պարոն Զորաբյան։ Մամեսեք խոսքը ձեզ եմ փոխանցում, պարոն Զորաբյան ջան։ Պարոն Ցնցողյան, պապան չի կարող խոսա։ Ընդհանրապես թե հիմա։ Ընդհանրապես խոսալ գիտի, ուղղակի այս պահին չի կարող խոսա, որովհետև հենց նոր է վերադարձել Իսլանդիայից ու մի փոքր մրսել է, ձայնալարերը վնասվել են։ Շատ բարի, դե անցնենք պաշտոնական արարողակարգին, խնդրում եմ օգտվեք սեղանից եւ սկսենք հանձնել կրթաթոշակները եւ պատվոգրերը։ Ինչ եք 3 ժամա անում։ Անուշ գժվել ես։ Ինչի համար ես մեզ կապել մահճակալին։ Էդ ես չեմ արել, էդ հանցագործն է արել։ Վայ, ինչ հանցագործ Անուշ։ Ես էլի։ Էդ նրանից է, որ դուք լավ չեք սովորել աչք, կոկորտ, գոտկատեղից ներքև պահը։ Ու ամենակարևորը դուք պետք է հիշեք դուռը միշտ փակ պահել ու զգոն լինել։ Հանցագործը չի հարցնելու, կարելի է մտնել։ Հանցագործը մտնելու ու այսպես ձեզ կապի։ Անուշ ջան, ինչ կարիք կա դուռը փակ պահել, եթե մենք այդ հանցագործի հետ նույն տանն ենք ապրում, ասեմ ավելի նույն սենյակում։ Անուշ, մենք ուսանող ենք, մեզ հանգիստ է պետք մեր ուղեղները, որպեսզի լավ աշխատի։ Լավ է ուղեղը չաշխատի, քան հանցագործը քեզ տանի նենց տեղ, որտեղ գրքեր չկան։ Հանցագործները գրադարան չեն տանում։ Դա նրանից է, որ դուք սխալ մարտավարություն ունեք։ Այսօրվանից օրենք է փոխվում։ Այսօր դուք իրավունք չունեք երկուսով քնելու։ Մեկը քնում է, մեկը դրան մոտ պահակ է կանգնում։ Որ մանյակը մտնում է, դուք օգտագործում եք որ կանոնը։ Աչք, կոկորտ, գոտկատեղից ներքև։ Ապրեք, դուք լավ ուսանող եք։ Եվ առաջին կրթաթոշակի համար այստեղ եմ հրավիրում Արմինե Պետրոսյանին։ Գիտես, ապո, թեկուզ դու հիմա իմ ֆեյք հայրն ես, բայց առաջին անգամ է, որ կողքից մեկը կա նման միջոցառմանը։ Դե որովհետև պապան միշտ զբաղված է եղել ներդրողներով, հանդիպումներով, տենդերներով։ Ու երբեք իմ կողքին ոչ մեկ չի եղել։ Դու գոնե գիտեիր քո պապան ուրա։ Իսկ ես ընդհանրապես չգիտեմ։ Աբո, շնորհակալ եմ, որ ինձ օգնեցիր։ Խնդրեմ լավ ջան, ես միշտ էլ պատրաստ եմ իմ ընկերներին օգնել։ Բայց այն կրթաթոշակի իմն է, հիշում ես, չէ՞։ Հա, հիշում եմ։ Կներեք, որ ուշացա։ Կներեք, դուք ով եք։ Ես Զորաբյան Դավիթի հայրն եմ։ Աշոտը Զորաբյան։ Դավիթ, փաստորեն դու հայրերով էլ ես հարուստ։ Հիմա ո՞ր մեկն է քո իսկական հայրը։ Դավիթ, ինչա կատարում ստեղ։ Պապա, ես հեսա ամեն ինչ կբացատրեմ։ Ինքն է հայրը։ Էլեն, բայց մի հատ է պատրաստի։ Բայց դեռս մեկը չես կերել։ Նայ, դու դանդաղ ես պատրաստում, ես արագ եմ ուտում։ Մինչև դու պատրաստես, ես կսովածանամ։ Շատ լավ, իսկ որ համովն ես ուզում, գաուդա թե վենական։ Առանց թե, երկուսից էլ պատրաստի։ Էլի դու։ Ասա տեսնեմ ով է ընկերուհիդ։
Չես ճանաչի։ Լավ, իսկ դու քո ընկերուհուն կճանաչես։ Դե իհարկե։ Կարինա, բեր։ Դե հիմա ասա տեսնեմ, որ մեկն անկերուհիդ։ Քո ռազմականից չեք ինչի եք այսքան մարդկանց ձերբակալել։ Ասա որն անկերուհիդ։ Վայ ոչ մեկ։ 1000 ներողություն եմ խնդրում, իրենց փոխարեն կարող եք գնալ։ Անկեր Գրիգորյան, դուք ինչ եք անում այս շարքերում։ Չգիտեմ, խայտարակ արեցին ամբիոնում։ Եկել ու բոլորի մոտ մեղադրեցին, որ քո անկերուհին եմ։ Կներեք, կարող եք գնալ։ Լսեք, հերիքա ինձ հետապնդեք։ Հանգիստ թողեք ինձ, թե չէ ձեր հետ ընդհանրապես չեմ շփվելու։ Ոնց հասկացա դու էլ ես Սիմորին, հետևիցդ երկրպագուներ են ընկած։ Հա։ Իսկ դու ոնց ես արել, որ էլ չեն անհանգստացնում։ Շատ հեշտ։ Բոլորին առանձին ասել եմ, որ հետներ ընկերություն կանեմ։ Բոլորից առանձին նվերներ եմ ընդունում, բայց չեմ հանդիպում։ Ու տենց համ իրանք են գոհ, համ ես։ Աչք, կոկորտ, ոտկատեղից ներքև, աչք, կոկորտ, ոտկատեղից ներքև, աչք, կոկորտ, ոտկատեղից ներքև։ Մեգի, բայց կարծում ես այս տարբերակը կաշխատի ու մենք Անուշին կհաղթենք։ Իսկ դու Անուշին հաղթել ուրիշ տարբերակ էլ գիտես։ Կամ մենք ենք հաղթում Անուշին, կամ հանցագործ Անուշը մեզ։ Մեգի, իսկ դու գիտես, որ բռնցքամարտն անվանում են բոլոր ժամանակների մարզաձև։ Այն առաջացել է մեր թվարկությունից 5000 տարի առաջ Եգիպտոսում, իսկ արդեն մեր թվարկությունից առաջ 688 թվականին այն կրետե կղզով թափանցել է Հունաստան եւ տարածվել է ամբողջ աշխարհով մեկ։ Աննա, չեմ հասկանում, դու յուրաքանչյուր անհասկանալի պահին ինչ որ պատմական ակնարկներ ես անում։ Ավելի լավ է դու այդ պաղպաղակը տարակեր ու արի պարապի։ Անուշը հենց մտնի սենյակ, մենք պետք է հարցակվենք ու իրան ցույց տանք, որ նա աչք, կոկորտ, ոտկատեղից ներքև։ Մեգի մի րոպե։ Արի էսպես անենք, Անուշը կմտնի ներս, ես իրեն կբացատրեմ եւ ինքն էլ չի հարցակվի մեզ վրա, վստահ եմ։ Եթե 3 անգամ բացատրելուց հետո չի հասկացել, հիմա էլ չի հասկանա։ Տուր ես պաղպաղակը, անցի պարապի։ Աչք։ Եկեք Ժորժ ջան, եկեք։ Աշոտ ջան։ Բաբ ջան։ Բայց ախր կարիք չկար այսքան առևտուր անելու։ Մենք տանը ամեն ինչ ունենք։ Դե սա ուղակի քո կրթաթոշակ ստանալն ենք նշում։ Հա, բայց Աշոտը կրթաթոշակի համար ավելի շատ ծախս է կարել, քան Դավիթի կրթաթոշակն է։ 10000 դրամով նորմալ սեղան չես գցի։ Դե էս էլ մեր տունն է, բաբ ջան։ Ո՞ս ձեր տունն է։ Աշոտ ձեզ տունն էլ է կարը։ Ախպեր թողեք հանգիստ ապրենք էլի։ Աբո չէ։ Նկատի ունեմ բաբ ջան, էս էլ մեր տունն է, այն տունն է, որտեղ որ մենք ապրում ենք։ Հասկացա, լավ տուն է, բայց մի հատ էքսկուրսիա արեք ձեր այս պալատներով։ Ես կանեմ Դավս, ես այս տան մասին ամեն ինչ գիտեմ։ Ես ծնվածս օրվանից տեղ եմ ապրում մամայիս հետ։ Եկեք Աշոտ ձեր։ Ինչ կա չկա դուրս է։ Ոչ մի բան էլ չեմ կարա տամ։ Բուֆետը չի աշխատում, կասան էլ փակ է։ Կասայի մեջ ինչ կա չկա լսած ցելոֆանի մեջ։ Եթե չես ուզում, մենք հապատ փչացնեն։ Այս բառնը մեզ։ Լավ։ Ան, մենակ մեյքափից չկպնես։ Էլեն, շուտ գնա Ժորիկին կանչի։ Գորջան չվախենաց տեղ եմ։ Ես այս հարթաշուտովն են ծոյին բերեմ սրա գլխին։ Մի րոպե, ահա, ես եմ, այս ենք։ Ժորիկ, դες ոնց է քո մոտով անցել։ Չգիտեմ, ես միշտ զգոն եմ լինում, նույնիսկ աչքերս բաց եմ կնում այցից։ Հիմա ես նրան տանում եմ ոստիկանություն, չվախենակ։ Եթե նույնիսկ գելի գող գա, տեղից գիտեք։ Անգերաչ։ Գիտենք, նույն տեղը միշտ քնած ես լինում։ Նույնիսկ աչքերս բաց այցից։
Գորջան, ապրես շատ։ Դու որ չլինեիր, չգիտեմ հետս ինչ էր լինելու։ Փաստորեն էս Էլենն է, հա գորի ընկերուհին։ Մենք էլ այդ Էլենին ընկերուհի էինք համարում։ Չես խոսում։ Մենք Էլենին երբեք ընկերուհի չենք համարել։ Առավել եւս, այսքանից հետո հաստատ չենք կարա իրան ընկերուհի համարանք։ Ուրեք իմ ուսանողներ, ձեր հանցագործը եկել է հարձակվի ձեր վրա։ Հերսա կտնակ։ Գորջան ստույգեմ։ Աչ ամա, մենակ ասել չի խփի։ Խփի։ Աչ, աչ։ Դե պապ ջան, այսենց համերաշխել ապրում ենք։ Էս ինչ ձենա։ Աշոձա, այս մեր ծանրամարտիկ անուշն է, ինքը ժամերին հիմնականում պարապում է, էլի։ Հա, ճիշտ է ասում։ Ինքը ծանրամարտիկ է, կարող է ծանր քաշ վերցրել, դրա համար հիմա տենց գոռում է։ Տիկին Սվետա, պապաս։ Հա, պապանա, Դավոյի էլի։ Շատ հաճել է տիկին Սվետա։ Դավիթը շատ է պատմել ձեր մասին։ Երևի մենակ լավը չէ, որովհետև վատը Դավիթը ինձնից չի տեսել։ Դե ձեր մասին կամ լավը, կամ ոչինչ։ Բա ինչ հյուրասիրեմ ձեզ։ Չէ, ամեն ինչ նորմալ։ Դավիթ Լոաբորն ինձ արդեն հյուրասիրել են։ Վայ ապրեն իմ երեխեքը, գիտեք չէ իրանք իրար հարազատ եղբայրների նման են, գիտեք ինչ լավ ընկերություն են անում, այն որ ոնց որ փոքր ժամանակվանից իրար ճանաչեն, ոնց որ մի գարշոկի։ Ինձ թվում է պապան հասկացավ տիկին Սվետա։ Ամեն ինչ լավ, հա, կարող է տանջերմաստիճանը մի քիչ հողացնեմ։ Ոչ, ամեն ինչ նորմալ է։ Գիտեք չէ, ես վերջերս եմ օթորակիչը գնել Վեստայից։ Հրաշալի սարքա, հրամայում ես հովացնում է, հրամայում ես ջերմացնում է։ Ես վետա ծանոթ եմ։ Վերջերս ինքս էլ եմ գնել այս օթորակիչներից։ Վեստայից հենց այս տեսակը, այս միդեա տեսակը, 70 հատ գրասենյակիս համար։ 70 հատ։ Այդ սավտանը մի սենյակում 70 հատ օթորակի ինչ է կան։ Ո՞վ է։ Լարս տղտես քեզ ինչ եմ անում։ Բիատ հանգստացեք, հա, այս ինչ է կատարվում։ Չգիտեմ, հանցագործը հարձակվեց, հասցրեցի մի քանի անգամ աչք, կոկոտ, գոտկատեղից ներքև հարված եմ, բայց դեմքը չֆիքսեցի, տան լույսերը անջատել էր։ Իր, մի հատ պարկը հանեք։ Ձեր վրա էր հարձակվել հանցագործը։ Գոնե հասցրեցիք իմ սովորացրած աչք, կոկորտ, գոտկատեղից ներքև հարվածել։ Չէ, Անուշ ինքն էլ գիտեր երևի այդ վարժությունները, ինքը մեր վրա կիրառեց։ Մի հատ դիսկորքի բերեք, հյուր ունենք։ Դավիթի պապան է, ծանոթացեք։ Բարև ձեզ։ Ես Մեգին եմ։ Շատ հաճելի է։ Աշոտ։ Աշոտ զանգերուհիս է։ Աննան։ Ինքն էլ ոնց որ Մեգին էլ ոնց որ Աննային գերուհին է, էլի։ Ներեցեք իսկ ինչ որ բանով կարող եմ ձեզ օգնել։ Դուք ինչ որ հանցագործի մասին եք խոսում։ Չէ, պապ ջան, ամեն ինչ նորմալ է։ Իրականում մենք ամեն երեկո սենց խաղեր ենք խաղում։ Հանցագործը։ Երեխեք, վաղվանից հանգիստ կարա գնաք դասի։ Ես վնասազերծել եմ հանցագործին։ Մտել էր համալսարանն ու դանակով փորձում էր կողոպտել բուֆետը։ Բարը ձեզ։ Բարը ձեզ։ Պապա, ես հեսա ամեն ինչ կբացատրեմ։ Կարիք չկա տղաս։ Ես հիմա պետք է գնամ։ Աշոծա, կուզեք ձեզ ուղեկցեմ մինչև տիկնապաները։ Ոչ։ Դավիթ, ուղեկցիր ինձ։ Պապ, իրականում այս ամեն ինչ ուղղակի զուգադիպեց։ Իրականում մեր մոտ ավելի հանգիստ են անցնում օրերը։ Խնդրում եմ էլի ինձ ուրիշ տուն չտեղափոխես։ Տղես, հանգիստ եղիր։
Ես էլ ուսանող ժամանակ ապրել եմ հանրակացարանում եւ շատ ծանոթ եմ նման իրավիճակներին։ Հենց նման միջավայրն էլ կդարձնի քեզ ավելի ինքնուրույն եւ ավելի ինքնավստահ։ Հիշիր, ում տղան ես։ Այս մարդը ով էր։ Կորպուսից դու գողա եկել։ Դավիթի պապան էր։ Դավջան արի հաց ուտենք։ Ոչ մի հաց։ Հլարակ բարձրացեք վերև։ Քնելու, արագացրեք։ Գժվել ես մամայի բանը։ Հեսա երկուսով լավ հաց կուտենք։ Զեղչված ապրանք չի, չէ՞։